15 զինծառայողի կյանք խլած Ազատի զինվորական կաթսանի հրդեհի շուրջ 3 տարի առաջ սկսված դատավարությունը մոտենում է ավարտին, անցնող տարում ևս մի քանի տասնյակ վկա է հարձակվել։ Սակայն ըստ ուժողների իրավահաջորդների փաստաբան Նորայր Նորիկյանի, հարցաքննությունները ոչ միայն չեն բացահայտել հրդեհի պատճառները, այլև նոր, բազմաթիվ հարցեր են առաջացրել։ Տվել են իրարամերժ ցուցմունքներ, մեկը մյուսին հակասող ցուցմունքներ, իրենց միջդատական եւ դատաքննական ցուցմունքներում են առկա եղել էական տարբերություններ։ Նորիկյանն ասում է, 3 տարի ձգվող դատավարությունն ընթացել է պաշտոնական վարկածի շուրջ, թե կապիտան Եղիշե Հակոբյանը փորձել է բենզինով թեժացնել վառարանը, ինչի հետևանքով էլ հրդեհ է բռնկվել։ Ըստ դատաբժշկական փորձաքննության, զինվորների մահվան պատճառը հրդեհից գոյացած շմոլ գազն ու այրվածքային շոկն են։ Մինչդեռ դեպքի վայրը զննած Փորձագիտությունների ազգային բյուրոյի պայթյունատեխնիկական եւ հրդեհատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Դավիթ Մելքումյանը շաբաթներ առաջ դատարանում այս վարկածը հերքող պնդում էր արել։ Ըստ այս փորձագետի, փայտե վառարանից շմոլ գազ չի առաջանում։ Եթե վառարանից շմոլ գազի առաջացում հնարավոր չի, նշանակում է, եթե եղել է եկել շմոլ գազը առաջացել արդեն կացարանի այլման ժամանակ։ Փորձաքննությունների ազգային բյուրոյի ներկայացուցչի պնդումները փաստաբան Նորայր Նորիկյանը շրջադարձային է համարում, հայտարարում. եթե շմոլ գազն է եղել զինվորների մահվան պատճառը, պետք է հասկանալ, ինչպես է այն առաջացել։ Շատ կարևոր է ստանալ այդ հարցի պատասխանը, արդյոք այդ տարածքում շմոլ գազ եղել է թե ոչ, եթե այո, այդ շմոլ գազը ինչից է առաջացել, արդյոք դա պայմանավորված է վառարանը վառելուց, թե այլ ուրեմն հանգամանքով։ Պաշտոնական վարկածը հրդեհից ժամեր անց հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հնչեցրել կառավարության նիստի ընթացքում։ Այս հայտարարությունը ծնողներից շատերը ուղղորդում են համարում ոչ միայն նախաքննությանը, այլև դատավորին։ Եթե դու նման հայտարարություն ես անում, ում դատական համակարգերի վրա դու ինչ-որ ձևով քո ազդեցությունն ունես, գործներ բացառություն չի, այսինքն եթե դու ասես դատերի ընթացքում պաշտոնական վարկածից բացի այլ բան չի ապացուցվել, ես քո ասածը կարող դնեմ քո առաջ ու քեզ ապացուցեմ քո ասածի հիման վրա, որ դու ազդել ես դատական համակարգի վրա։ Ծնողները տարիներ շարունակ պնդում են, նախաքննությունը թերի է անցկացվել պաշտոնական վարկածը հաստատելու համար։ Նույնն են մտածում նաև դատաքննության մասին։ Ով որ դատում է, դրանք էլ են մեղավոր, ենթակա չի։ Ուղղակի շատ ավելի մեծ մեղք ունեցողներ կան, որ այս պահին ազատության մեջ են, որ սկի դատական այս համակարգով ոչ անցել են, ոչ նախաքննության ժամանակ են ինչ-որ միտեղ երևաց է կամ ինատանն ինչ-որ միտեղ տրվել։ Զոհված զինծառայողներից 19-ամյա Հայկի հայրն ասում է, դատարանում վկաների տված հակասական ցուցմունքները էլ ավելի են հաստատել ծնողների կասկածները։ Որտեղից է վարչապետն իմացել ու վստահել հենց այս վարկածին, այս ու այլ հարցերի պատասխանը պարզելու համար դժոխք կողմը պատրաստվում է միջնորդել, որ դատարան հարցաքննության հրավիրվեն վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Վերջիններս դատարանում պարզաբան է, թե ինչ կարգով, եղանակով, ում կողմից, ինչ հանգամանքներում են ստացել դեպքի մասին տեղեկությունները, ովքեր են իրենց զեկուցել, այդ զեկույցների բովանդակությունը ինչպիսին է եղել, իրենք ինչ կարգի հրամաններ, հրահանգներ են տվել, ինչու հանկարծ որոշվեց կառավարության նիստում այդպիսի արագությամբ կայծակնային եւ դեռևս զոհված զինծառայողները գտնվում էին համապատասխան բժշկական հիմնարկներում, իրենք արդեն իսկ որոշեցին եւ որակեցին հանցագործության բնույթը, էությունը։ Դժողների իրավահաջորդները պնդելու են նաև կրկնակի փորձարարություն հենց դեպքի վայրում, Ազատի կաթսանի տարածքում։ Արտակարգ իրավիճակների համապատասխան ծառայության աշխատակիցները, ինչպես նաև փորձագետները, ինչպես նաև զինվորների գլխավոր շտաբի թիկունքի վարչության հակահրդեհային ծառայության նախկին պետը չբացառեցին եւ հնարավոր համարեցին, որ այս իրավիճակում հնարավոր է անցկացնել քննչական փորձարարություն, դա մեզ տալիս է հնարավորություն պնդելու, որ այդպիսի միջնորդությունը բավարարվի դատարանի կողմից եւ իլտես բոլորին նման փորձարարություն իրականացվի, փորձելով հասկանալ, թե արդյոք հնարավոր է 5 լիտր ուրեմն տարայով բենզինը վառարանի մեջ ըստ պաշտպանության կողմի մեկ սուրճի բաժակ լցնելու արդյունքում նման հրդեհ առաջանա եւ 15 քնած զինծառայողներ չկարողանան
դուրս գալ այդ կացարանից եւ լքել հրդեհի վայրը, որպեսզի հնարավոր լիներ խուսափել ողբերգությունից։ Դատարանն առաջիկայում կհետազոտի իրեղեն ապացույցները, հրդեհված կացարանի վառարանն ու տարածքում եղած ինքնաձիգները։